180-ից մինչև 300 աշճանը դա թխման ջերմաստիճան։ Թխմանով սկսում ենք 15 րոպե, կեղևապատում ենք արդեն, նոր իջեցնում ենք ջերմաստիճանը մինչև 160-170 աշճան եւ 4-5 կիլոգրամանոց ազդրը մենք կարող ենք 2.5 մոտավորապես 3 ժամ ցածր ջերմաստիճանի տակ ջեռոցում տապակել։ Բայց այդ ազդրը պիտի միանգամից սպառենք։ Ավանդույթի համաձայն այդ ազդրը դրվում է սեղանին, գիշերը մնում է սառնանում, հաջորդ օրը նորից դրվում է սեղանին։ Իրականում 2 ժամից ավել չարժե, ոչ թե օր։ Տխրեցին մեր տանտիրուհիները։ Հիմա եթե մեկը մի օր պահում է եւ ճաշակում է, պարտադիր չի որ երավ ու մահացավ է, արդեն որ ասում չի կարելի։ Սա նշանակում է որ սննդային արժեքները պակասում են, ինչքան հնանում են։ Բայց ամեն դեպքում առավելագույն ինչքան կարելի է պահել։ 2 օր էլ կարելի է։ Փոխի, բայց շատ այդպես վնասակար չէ։ 2 օր էլ կարելի է, Առավելագույնը։ պլյուս մինուս 2 աստիճանի տակ, ծածկած վիճակում, բայց կուզենայի որ հավելյալ ջերմային մշակման ենթարկեն, կտրատեն, բարակ տապակեն նոր դնեն սեղան։ Յուրաքանչյուր ջերմային մշակում նաև կոնսերվացիայի նման երևույթ է, որ որոշակի միկրոբներ, որոշակի մանրէներ արդեն ոչնչանան։ Այդ որ ասում ենք, բա որ չավարտի, բա որ չկարողանանք վերջացնենք այդ ազդրը, ուշադրություն դարձնենք նաև նահապետական ընտանիքների պայմաններում նահապետին այցելելու ավանդույթ, պապիկին այցելելու, երբ որ շատ են թորնիկները, զավակները Գերդաստանով գալիս են, այդ Գերդաստանը որ լինի առնվազն 15-20 հոգի եւ եկան առաջ օրը իրենց նահապետին շնորհավորեցին, բնականաբար այդտեղ ոչ միայն 1, այլ 2-3 ազդրը չի էլ բավարարի։ Այս ավանդույթն եմ շատ ուզում որ վերականգնենք։ Միասին հավաքվելու։ Այո, միասին հավաքվելու